նախաձեռնել, իրենք են ինձ դիմել, ես միջանկյալ օղակ եմ եղել այս պատմության մեջ եւ որպես ազգային ժողովի պատգամավոր դիմել եմ ազգային ժողովի գլխավոր քարտուղարին, ղեկավարությանը, որպեսզի տրամադրեն դահլիճ։ Հիմա իրենք այսօր տրամադրել են 334 փոքր սրահը, որտեղ ֆիզիկապես ծնողները հնարավոր չի տեղավորվեն, այսինքն դա արժանապատվության հարց է, էլի, եթե դու ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց դահլիճ, այսինքն ոնց անենք, իրար գլխի նստենք, ոնց պիտի տեղավորվենք, սա արժանապատվության հարց է։ Եվ դրան գումարած ըստ էության կա քաղաքական որոշում, որ պիտի որևէ մեկը չմասնակցի, որովհետև իրենք պատրաստ չեն բաց քննարկումների, գիտեք, որ մինչև հիմա ծնողների հետ խոսել են դռնփակ ձևաչափով, եւ փակ դռների հետևում ինչ են խոսել, հետո հրաժարվել են իրենց խոսածածից, ու սենց 6 տարի այս մարդկանց խաբել են։ Հիմա երբ որ մի անգամ մարդիկ ուզեցին հրապարակային բաց քննարկում, արդեն իշխանությունը հրաժարվում է այդ բաց քննարկումից, եւ ես կարծում եմ այսօր այստեղ ինչ որ պիտի տեղի ունենա, ինչ որ այստեղ այս պահին տեղի է ունենում, դրա թիվ 1 պատասխանատուն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է եւ գլխավոր քարտուղարը, ովքեր որ ուղղակի խոչընդոտեցին ծնողների լսված լինելու, ինչպես նաեւ խոսքի ազատությունը։ Գիտեք, պիտի նաև մարդիկ լսված լինեն, պիտի իրենց դժգոհությունը հասանելի լինի եւ պետական գերատեսչությունները մենք բոլորին հրավիրել ենք, որ գան պատասխանեն, բայց որևէ մեկը չի հաստատում իր մասնակցությունը, այսինքն այս մարդիկ որևէ ձև չեն ուզում առնչություն ունենան զոհվածների, անհետ կորածների կամ բռնի անհետացածների ծնողների հետ, որտեղ երևի թե ասելիք չունեն։ Ինչ-որ մտավախություններ ունեն, որ վախենում են ծնողների հետ երեսվելուց։ Թերևս այո, թերևս վախենում են, որովհետև արդեն երբ որ գալիս է հրապարակային դաշտ, իրենք ասելիք չունեն։ Փակ դռների հետևում իրենք անընդհատ ասում են, չէ, մի խոսեք ձեր երեխաների մասին, որ հանկարծ խնդիրներ չառաջանան, մենք հեշտ բերենք իրանց։ Մի խոսեք, ոչ մի բան մի ասեք, մի բարձրաձայնեք, 6 տարի այսպես խաբեցին այս մարդկանց։ Հիմա երբ որ եկել է պահը, որ ասում են եկեք հրապարակային պատասխան տվեք ձեր արածների համար, արդեն փախչում են պատասխանատվություն։ Ուրեմն իրանք են հենց մեղավորները երբ պատասխան։ Տիկին Թոմասյան, իսկ ինչու միայն հիմա է այս խնդիրը բարձրաձայնվում եւ ոչ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ հաստատուկը համարվելու է գաղտնի եւ չի հրապարակվելու եւ ընդդիմադիրներին ինչու՞ չպայքարեցին, որպեսզի հրապարակվի ամենը։ Ես այդ հարցին երևի մի 7 անգամ պատասխանել եմ, ընդդիմադիրները որևէ ակնկալիք չունեին այդ հանձնաժողովից, ոչ դրա գործունեությունից, ոչ էլ կազմողից, ոչ էլ զեկույցից, այսինքն Անդրանիկ Քոչարյանի ազնվությանը մենք երբեք չենք հավատացել եւ նրա անաչառության վրա ունեմ ես շատ մեծ վերապահումներ ու կասկածներ։ Հետևաբար նրա ստեղծած որևէ փաստաթղթի ես չեմ հավատում, բայց եթե ծնողները որևէ ակնկալիք ունեն, ես ուղղակի ծնողների կողքին եմ, իրենց իրավունքները բարձրաձայնելու, իրենց լսված լինելու իրավունքը իրացնելու համար։ Բայց ասել, որ ես ինչ որ ակնկալիքներ ունեմ, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը սարերաշուռ տվել, ես ամենևին չեմ հավատում, որովհետև ի սկզբանե ես ասել եմ, այդ հանձնաժողովը ձևավորվել է, որպեսզի ինչ որ մեկին կարգի պատերազմի մեղավոր եւ Նիկոլ Փաշինյանին մաքրի այդ պատերազմի հնարավոր հանցանքներից, որովհետև չի կարող մարդը լինել գլխավոր պատասխանատուն, գլխավոր հրամանատարը, բայց մեղավորը չլինի, ինչպես ինքն է ձևակերպում։ Հետևաբար այս հանձնաժողովը պետք է դիտարկել այդ տեսանկյունից, դրա համար ես ինքս ոչ մի բան չեմ պահանջել եւ չեմ էլ ծանոթացել այդ հանձնաժողովի հետ։ Ես չեմ ծանոթացել այդ հանձնաժողովի զեկույցի հետ, իմ գործընկերն այս Տիգրանն Աբրամյան ծանոթացել եւ կհիշեք իր հրապարակային հայտարարությունը այն մասին, որ դա նման էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հայկական ժամանակի հրապարակումներին, այսինքն ինչ որ տենց մեղադրանքներ, ցանկություններ առանց փաստարկների։ Տոնիկ Գասպարյանը ինչի՞ չի ուզում գալ հանդիպել մեր հետ, գոնե ինքը պատասխանի մեր հարցերին, չէ՞ որ ասում ա, որ ինքը տեղյակ է փաստացի, ինքը շտաբի պետն է եղել ու ինքը հնարավոր չի, որ պատերազմական իրավիճակում ամեն 15 րոպե մեկ պարտավոր է զեկուցել, չէ՞։ Գերագույն գլխավոր Սերվիսակի հրամանատարի։ Հիմա Օնիկ Գասպարյանը ինչի՞ չի ուզում գալ,